5 անգամ մասնակցել եմ ընտրություններին, 5 անգամն էլ հաղթել ենք, 96 թվականին ուղղակի ՀՇ-ի ժամանակահատվածում վերցրել են քվեատուպերը ու փոխե դրել են մեկ ուրիշ քվեատուպեր, մեզ չեն թողել, որ մենք անցնենք։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը 6-րդ անգամ է մասնակցում քաղաքապետի ընտրապայքարին։ Գյումրու նախկին քաղաքապետը պայքարի է դուրս եկել եւ հույս եւ հավատ եւ սեր կարգախոսով։ Չի եղել, որ իմ տեխնոլոգիան առաջադրեմ ու ես պարտվեմ։ Իսկ գյումրեցին այնքան խիստ է իր ընդրության մեջ, երբեք թալանջուն եւ կրիմինալով քաղաքը պահողներին երբեք ձայն չի տա։ Ես գիտեմ, որ 50 եւ ավելի տոկոս ձայներ հավաքողներ կլինեն, որոնցից մեկն էլ ես կլինեմ, հավանական է։ Մեծամտություն չլինի, անհամեստություն չլինի։ Ես դրան համոզված եմ։ Ընտրությանը մասնակցում եմ պարզ ճակատով ու կատարած հսկայական աշխատանքով, ասում է Վարդան Ղուկասյանը։ Այս քաղաքում ինչ որ տեսնում եք իմ կառուցածն է։ Ինձանից հետո 13 տարի անցել։ Հələ մի բան ցույց տվեք ամբողջ քաղաքում։ Իմ օրոք կառուցվել է 17000 բնակարան։ Բոլոր քաղաքապետերը իրար հետ 88 թվականից հետո բոլորը իրար հետ մինչև այսօր իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ 4 անգամ Գյումրի ղեկավարած Վարդան Ղուկասյանը վստահեցնում է, լավ գիտի գյումրեցու դառն ու ցավը, բոլոր խնդիրները եւ պատրաստ է ստանձնել դրանք լուծելու պատասխանատվությունը։ Առաջինը կարող եմ ասել աշխատատեղերի ստեղծումը, հետո պետական մոտեցում։ Եթե իրենք չեն ստեղծում աշխատատեղեր, ուրեմն պետք է հարկային բեռի թեթևացում անեն միանշանակ։ Ես 96 թվականից բոլոր տեղերը բարձրաձայնել եմ, որ ուրեմն ազատ տնտեսական կոդի ստեղծել, հարկային բեռի թեթևացում անել, որովհետեւ մարդիկ ոչ թե գան Երևանում ներդրում անեն, այլ գան եւ Գյումրիում անեն։ Այստեղ Չուլոշն ու գործարանը, որ աշխատում էր, ամբողջ Հայաստան էր պահում այդ Չուլոշն ու գործարանը։ Եվ այսօր այդ Չուլոշն ու գործարանը այդ ծևի սեփականաշնորհել են եւ պետությունը չի հարցնում, այս սեփականաշնորհել եք, ինչի չեք աշխատում, ինչ է ձեզ պետք։ Ղուկասյանի գնահատմամբ իշխանությունը վարչական ռեսուրս է չարաշահում ու անազնիվ ճանապարհով է մտել ընտրապայքարի մեջ։ Ամենավատը գիտեք որն է, որ հանձնարարական են տվել Ղուկասյան Վարդանից վատ բան խոսեն։ Չնայած ես ուրախ եմ, որ խոսում են, ինչքան ինձ վադաբանում են, այնքան իմ ռեյտինգը բարձրանում է։ Իմ ժամանակ էլ ինձ շատ հանձնարարականներ էին տալիս, ես բոլորը չէի անում։ Որը ուրեմն Աստծուն դեմ է, որը ճշմարտությանը դեմ է, երբեք ոչ մի բան չեմ կատարել։ Ընտրությանը մասնակցող քաղաքական բոլոր ուժերին Վարդան Ղուկասյանը կոչ է անում զսպվածություն ու ազնիվ արդար մրցակցություն, իսկ գյումրեցիներին հիշեցնում է, որ կա եւ հավատք, եւ հույս, եւ սեր։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։